Չեմ կարծում, որ դա երբևիցե կարող էր բերել նրան, որ ինչ որ խնդիր առաջանար։ Ի վերջո 2008 թվականին օրինակ երբ որ բանակցություններ էին ընթանում Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլա Գյուլի միջև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցով, ոչ մի դրվագում Թուրքիայի կողմից Արարատին վերաբերող հարց չի բարձրացայինվել։ Այնտեղ միակ խնդիրը հանդիսացավ այն, որ Բաքվից Ալիևը դիմեց թուրքական կողմին եւ ասեց, որ մի գնացեք նման քայլի, որովհետեւ Արցախյան հիմնահարցը լուծված չի։ Եվ դա դարձավ միակ պատճառը, որ Թուրքիան հետ քաշվեց այս գործընթացից եւ խաղաղության այդ գործընթացը դադարեցվեց 2008 թվականին։ Այսինքն Թուրքիայի համար, գիտեք, եւ թուրք ժողովրդի համար Արարատը երբեք այն նշանակությունը չի ունեցել, ինչպես հայ ազգի համար։ Հայ ազգը որպես ազգ ի վերջո ձևավորվել է Արարատի շուրջ։ Մենք մեր 3-4 հազար, առնվազն 3-4 հազար տարվա պատմության մեջ ազգային միշտ խոսք է եղել Արարատի մասին։ Մետաղադրամներ, որոնք արտադրվել են թագավորությունների ժամանակ Հայաստանում, հայկական լեռնաշխարհում, իրենք այնտեղ շատ հստակ ներկայացրել են Արարատը որպես սրբություն։ Ուրարտու թագավորությունը այլ կերպ, այլ պետությունների կողմից, մեր հարևան պետությունների կողմից հնչել է որպես Արարատյան թագավորություն։ Մենք ի վերջո այսօր էլ նաև խոսք է գնում Արարատյան դաշտավայրի մասին։ Արարատը նաև քրիստոնեության տեսանկյունից իր նշանակությունը շատ կարևոր դեր ունի։ Արարատը ամենուր է մեծ։ Հիմա տեսնում եք Արարատի մարզ, Արարատ քաղաք, Արարատ յուղ, Արարատը ամենուր է ուղղակի, որովհետև մենք որպես ազգ Արարատի շուրջ ենք ձևավորվել։ Սա մեր ինքնության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, չեմ ասում, որ ամենակարևորն է, եւ որևէ բաղադրիչ չեմ կարող ընդգծել, որ ամենակարևորն է, բայց ամենակարևորներից մեկն է, ինչպես մեր այբուբերն է, որ մենք ունենք Մաշտոցի կողմից ստեղծված, ինչպես դա քրիստոնեությունն է, ինչպես դա պետությունը, որ մենք ունենք, հայրենի տարածքն է, որտեղ ապրում ենք, բնորանը մեր, նույնպես Արարատն է։ Հիմա երբ որ դու հրաժարվում ես քո ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկից, դու վտանգում ես քո ազգը, որովհետև դու արդեն կասկածանքի տակ ես դնում նաև քո ազգային ինքնությունը։ Դու թույլ ես տալիս Թուրքիային եւ Ադրբեջանին հետագայում բարձրաձայնել, բայց եթե դուք այն ազգը չեք, որը ձևավորվել էր Արարատի շուրջ եւ Արարատը ձեզ համար կարևոր դեր է խաղում, ապա ով եք դուք։ Դուք կոչվոր ցեղ եք ուրեմն, եկեք որեք եւ եկել եք այս տարածաշրջան, ինչպես ուզում են ապացուցել ադրբեջանցիները եւ թուրքերը։